դե Փաշինյանը թող երեք Մակրոնի հետ ստորագրեր ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր, ոչ թե երկեր-պարեր բեմերի վրա։ Հայաստանն ու Ֆրանսիան ի դեպ ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթուղթ ստորագրեցին օրերս Էմանուել Մակրոնի պետական այցի ընթացքում։ Հռչակագրի համաձայն կողմերը նախատեսում են գործակցությունը խորացնել, այդ թվում անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։ Մաթե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչ է արել, մայիսի 28-ին կտեսնեք ինչ է։ Ինչի պատմել։ Ցույց կտամ։ Մայիսի 28-ին հույս ունեմ Երևանում կլինեք, դեղ գնացած չկլինի, տեսախցիկները փչացած չեն լինի, հոսանքանջացած չի լինի, ուրիշ տեղ կարևոր գործեր չեք ունենա, առնջում մեծ ու կարևոր միջոցառում չի լինի եւ դեն չի ստացի, որ ամբողջ եթերաժամանակը կուղվի առնջի մի հատվածում, մի փոքր հատվածում միջոցառումներ լուսաբանելու վրա։ Կգաք կտեսնեք, կամ էլ չգաք, գոնե հեռուստացույցը միացրեք, կտեսնեք Ֆրանսիայի նախագահը ինչ է։ Եթե հապկը իր պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ հապկին տուրդ կգա։